Տենսիելի հեռուստադիտողներ հաղորդման վերջում պատմելու ենք մի հրաշալի համերգի մասին, որին կարող եք ներկա գտնվել փետրվարի 29-ին Ճարտարապետների միության դահլիճում Հայաստանի պետական ջազ նվագախումբը New Quintet խմբի հետ համատեղ հանդես կգա նոր ծրագրով, ինչ ծրագիր է սպասում, կպատմեն մեր հյուրերը։ Եվ ինչ ֆանտաստիկ երաժիշտներ են այդտեղ հավաքվել, ինչ տաղանդավոր երիտասարդներ, ինչ մի շատ համեստ կներկայացրեց իրականում անեն, բայց իրականում այո, անպայման փետրվարի 29-ը բաց չենք թողնում ու հիմա ծանոթանանք համ երաժիշտների հետ, համ ծրագրի հետ ու տեսնենք թե մեզ ինչ է սպասվում ամսի 29-ին։ Տղերք, բարի լույս։ Արման Մնացականյան եւ Դավիթ Մելքոնյան, երաժիշտներ Թմկահար, Հարվածոտ, Արմանը եւ երաժիշտ սաքսոֆոնահար, նախագծի հեղինակ եւ ղեկավար։ Սա օֆիցիալ մասը, մանե լուրջ չի ներկայացնում, մանե շատ ոգևորված է սպասում այս համերգի, համեստ, որովհետև այո, առաջին համերգը բաց եմ թողել եւ արձագանքներից հասկացել եմ, որ շատ իզուր եմ բաց թողել ու պետք է ներկա գտնվեի։ Նախ շնորհավորում ենք հրաշալի նախագծի կայացման կապակցությամբ եւ ներկայացնենք թերևս այս համատեղ ծրագիրը։ Բարի առավոտ Ռուբեն, բարի ձեզ գերեզգուհի։ Բարի լույս։ Խնդրում եմ Դավիթ, երևի թե դու Այսքանը բարի եկեք ծանոթանանք։ Ես ամաչեցի պարզապես։ Դավիթ, դուք որպես հեղինակ ներկայացրեք։ Դե միտք առաջացավ նոր ծրագիր անելու մեր ջազ նվագախմբի ռեպերտուարը թարմացնելու եւ անելու մի բան, որ կլինի ավելի երիտասարդական, ավելի մոդայիկ եւ տարբերվող, հա, այնպիսի մի բան, որը նախկինում չի հնչել մեծ նվագախմբով ու երկար մտածելուց հետո այդ տղաներին առաջարկեցի միավորել New Quintet-ը պետական ջազ նվագախմբի հետ, այսինքն New Quintet-ի ռեպերտուարը, որը բաղկացած է մեր հեղինակային ստեղծագործություններից, խմբի անդամների։ Ստեղծագործությունները վաղուց կան, թե նոր ստեղծագործություններ են։ Ձերն են համ էլ նոր են նկատի ունեն։ Որոշները նոր են, որոշները վաղուց էինք արդեն նվագում։ Բայց ամբողջ ծրագիրը ձեր հեղինակային ստեղծագործություններ։ Այո, ներառել ենք նաև 1-2 մեր նախընտրած ուրեմն ստանդարտներից ջազային։ Դասական։ Հա, այսպես մեր ոճին, որոնք որ համապատասխանում են մաքսիմալ, բայց պրոյեկտի շրջանակներում մշակումները բնականաբար լրիվ նոր են ու հատուկ կողմից։ Ու արվել են հատուկ նվագախմբի Նախ ներկայացնենք New Quintet-ի կազմը, ովքեր են այս, չգիտեմ, ինչպես եք նշում, այս բենդի, այս խմբի կազմը։ Մերը բենդ չի, մերը նախագիծ է։ Նախագիծ է։ Այդպես էլ երրորդ տարբերակն է։ New Quintet նախագծի կազմում ովքեր են եւ արդեն New Quintet-ի կազմում ընդգրկված են Տիգրանը Սուչյան, շեփորահար, Կարենը Մամիկոնյան, դաշնակահար, ես, Դավիթը Մելքոնյան եւ Էդգարը Սահակյան, բաս-գիտարահար եւ New Quintet-ը արդեն տևական ժամանակ է, արդեն երևի թե մի 7-8 տարի, չէ, ակտիվ էսպես բեղմնավոր գործունեություն է ծավալում, քաղաքի ավելի ակումբային այսպես սեգմենտին համապատասխանող։ Հիմա սա որտեղից է այս կադրերը։ Այս կադրերը հենց առաջի համերգից են։ Անդրանիկ համերգի կադրերն են։ Առաջին համերգի տոմսերը շատ արագ սպառվեցին, սիրելի հեռուստադիտողներ, մի քանի տոմս կա, կարող եք այս պահին ձեռք բերել։ Մի քանի տոմս կա, որոնցից երկուսը մեր սեղանին է, չենք տալու, չենք տալու։ Մնաց 2 տոմս։ Շտապեք, այո։ Բնականաբար կարծում եմ, ես իմ կարծիք ասեմ, այս համատեղ ծրագրի նախագծի նպատակը մեկն է, որպեսզի Հայաստանի պետական ջազ նվագախմբի հանդիսատեսը նույնպես երիտասարդան, այսինքն երիտասարդներին բերեք արդեն նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին, որովհետև New Quintet-ի համերգները մշտապես Լեբլեցուն դահլիճներում են անցնում եւ երիտասարդներն են շատ, ու այստեղ երկու սերունդների հանդիպումը պետք է կայանա, որովհետև այս դահլիճում արդեն երկու կազմերը միասին, կարծում լավ է եւ մեծահասակների եւ երիտասարդների համար։ Իսկ ինչպես է անցնում այդ հանդիպումը, օրինակ ավագ սերնդի եւ երիտասարդ սերնդի։ Շատ օրգանիկ, շատ օրգանիկ եւ համերաշխ։ Սկզբում, իսկ հետո մենք փորձում ենք կենտրոնացնել այնպես անել, որ հիմնականում մարդիկ կենտրոնանան բեմի վրա, ոչ թե իրար վրա, այնպես որ Լավ, ծրագիրը հասկացանք, որ հիմնականում ձեր հեղինակային ստեղծագործություններ են հնչելու ու նաև ծրագրում կան նոր ստեղծագործություններ, տևողությունն ինչքան է լինելու։ Տևողությունը բավականին
ուրեմն ոչ շատ է, ոչ քիչ, այսպես ասեմ, մեկ բաժինանոց համերգի տևողությունը մոտ ժամ ու կեսվա սահմաններում։ Նայած ինչքան կտևի խոսքը, ինչ տրամադրություն կլինի, ինչքան լավ կլինի տրամադրությունը։ Հատուկ հյուրեր։ Այն հատուկ հյուրեր։ Ովքեր են հատուկ հյուրերը։ Հատուկ հյուրերը Նալբանդյան եղբայրներն են, Brothers Նալբանդյան, այսպես ասած, էլեկտրոնային գործիքների վրա, ինչը ըստ իս արդեն իսկ ինչ-որ նորություն է իրենից ենթադրում, որովհետև պետական նվագախումբ, այսպես էլեկտրոնային գործիքակազմ մի քիչ սպეციფიկ բնույթ է կրում, ինչը էլի ողջունելի է ըստ իս։ Այո, Աղվանը Պապոյան կլինի, վոկալ, Արտյոմը Մանուկյան, եւ եթե ինչ-որ մեկին բաց եմ թողել, խնդրում եմ ինձ լրացնես։ Եվ մենք որպես հանդիսատես կլինենք հատուկ հյուրեր։ Բայց Արման ինձ հետաքրքիր օրինակ ձեր վերաբերմունքը այդ էլեկտրոնային նոր ժամանակակից ինչ-որ տեխնոլոգիաներով այդ ինչ-որ տեխնիկական սարքավորումներին, հա, եթե ճիշտ եմ ասում կամ եթե գուցե սխալ թողնել են։ Եթե ինքը պրոֆեսիոնալներ են եւ առաջի հերթին երաժշտական ինչ-որ բեքգրաունդ ու կրթություն ունեցող մարդիկ են, ապա միշտ ողջունելի է այդ փաստը, բայց ցավոք սրտի ոչ միշտ է այդպես լինում, բայց այս դեպքում մեր ընկերները, Նալբանդյան եղբայրները առավել քան Բայց սա նոր զարգացող ինչ-որ հետաքրքիր ճյուղ է։ Թե ասի, ոչ այդքան նոր, չէ։ Բայց Հայաստանում նոր ենք սկսել դրան ուշադրություն դարձնել։ Big Band-ի կոնտեքստում նվագախմբի կոնտեքստում Լավ, ձեզ հետ շփվելով ես մի բան եմ հասկացել, որ դուք երկուսդ էլ լինելով Հայաստանի պետական ջազ նվագախմբի կազմում, ուզում եք մշտապես շուրջ գրեթե 90-ամյա նվագախումբը արդիականացնել, երիտասարդացնել, թարմացնել եւ ոչ միայն երաժիշտներով, այլ ինչպես նշեցինք նաեւ հանդիսատեսով ու արդեն նվագացանկով, ինչ մարտավարություն եք մշակել, ինչ եք նախանշում հանդիսատեսի համար դուք որպես երիտասարդ եւ շատ ոգեշնչված ու ոգևորված երաժիշտներ։ Թող Դավիթը իբրև Դե Այսօրվա ծանր գործը քո վրա։ Սիրով դա մտքեր շատ կան, այսինքն թարմացնել եւ եթե խոսենք այս նախագծից զատ, չնայած որ այս նախագծի շուրջ էլ մտքեր գաղափարներ կան, առաջաստված հուսանք իրականանան, ցանկություն կա ավելի մեծ բեմ դուրս բերելու այս նախագիծը, ցանկություն կա շրջագայությունների բնականաբար, այո։ Կոնկրետ ինչ-որ գործողություններ արդեն ոնց որ թե կա, հա, ոնց որ հողը պատրաստում եք հիմա, որ նյութերն են կարելի է ասել պատրաստվում, որովհետև ունենք շուտով հուսամ կունենանք մեր նախորդ համերգի ուրեմն տեսագրությունը, կմշակենք ձայնագրությունը եւ կունենանք այդ նյութը, որով ուրեմն կփորձենք կարելի է ուղարկել շատ տեղեր, որտեղից որ լինի կոնկրետ։ Մի խոսքով նպատակները այս նախագծի շուրջ եւ մտքերը, գաղափարները շատ են, հուսամ կստացվի իրականացնել, որովհետեւ ինչու եմ այսպես մի քիչ չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, որովհետեւ ինքը մեծ նախագիծ է, շատ մարդկանցով, մասշտաբը մեծ է, այդքան հեշտ մոբիլ, այսպես ասած, տարբերակ չի, բայց հուսամ, որ մենք այդ ուրեմն Դե իհարկե շատ դժվարություններ են հանդիպում նաև այդքան արտիստների, այդքան երաժիշտների հավաքել, գտնել, Արմանը ինչքան հաճախ է շրջագայում կամ դունեն հաջողությամբ կամ այլ երաժիշտներ ինչքան հաճախ է հյուրախաղերով ճանապարհորդում ու դրանք այդ ամեն ինչը խնդիրներ են։ Բայց ունենք այնպիսի փայլուն կոլեկտիվ երկու կողմից էլ ու այնպիսի փայլուն ընկերներ, որ միշտ լավ բանի համար ժամանակ գտնում են ու Հետո ինչպես Մանեն նշեց, թե ինչ նպատակներ կան, նաև այսպես երևի թե կհամաձայնես ինձ հետ տարբեր նախագծեր եւ տարբեր արտիստներ, լոկալ եւ ցանկալի է ոչ միայն, այսպես ջազ բենդիֆիկացնել, հա, այսինքն ինչպես այս դեպքում է Նյուկ Վինսենտ պլյուս Հայաստանի պետական ջազ նվագախումբ, այնպես էլ տարբեր անհատ արտիստներ կլինեն, վոկալիստներ կլինեն կամ ինստրումենտալիստներ, հրավիրված հյուրեր նույնպես այո, միգուցե ինչու՞ չէ, նաև տվյալ պարագայի պես, այս համերգի պես հատուկ բիգ բենդի համար մշակումներ արվեն եւ խոսքով այդ պանդեմը կայան։ Այո, նորից անդրադառնալ մեր մեծ ժառանգությանը, երգերի եւ ինստրումենտալ ուրեմն երաժշտության։ Դեք, բայց ես վստահ եմ հաշվի առնելով առաջին փորձը, որ համերգը ներկայացումը կարող ենք ասենք արդեն։ Ես կարող ասեմ։ Համերգը, այո, այնքան
սիրվեց ու ընդունվեց, որ հիմա կարելի ասել երկրորդ անգամ մի քիչ այլ նոր շնչով, նոր թարմությամբ այսպես հանդես է գալի։ Նոր Բայց կարծեմ սպասելիքներով։ ժամանակն է, որտեվ հաստատ տոմսիլն էլ ու ամսիկ 29-ը լիքը մարդ չի կարողանալու գա դու էլի Այդ օրն էլ 4 տարի երրորդի մեկ մասին ալին։ հիմա քանի շուտ է հեսա որ բոլորը հավաքվել են, հիմա արդեն մտածենք երրորդի Այո, մասին։ այդ օրն էլ 4 տարի մեկ ալինում իդեր։ 4 տարի պետք է սպասենք սիրելի հերոստատիտը։ Այնպես որ շտապեք ելերես 4 տարի թե չէ պետք է սպասեք որ երրորդին Օլիմպիական համերգը թե չէ։ Օլիմպիական համերգ։ Մենք տարբեր կազմերում մշտապես խոսում ենք ձեզ հետ տարբեր ծրագրերի մասին, այսօր կարծես Հայաստանի պետական ջազ նվագախումն էր հիմնական թեման ու չմոռանանք նաև Մենք Հումունք ալբոմը, որը նույնպես գեղեցիկ մշակումներ էր, մեր մեծերի ստեղծագործությունները ջազային մշակումներով, Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Հարությունյան եւ այլն, ու կարծում եմ այս ծրագիրը արդեն երիտասարդ հեղինակների ստեղծագործություններով նույնպես որպես ալբոմ կներկայացնեք ձեր երկրպագուներին։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամը 8-ին սիրելի հեռուստադիտողներ։ Ես օրինակ արդեն քոտոմսը վերցնում եմ ինձ, որովհետև շատ են ցանկացողները, որոնք ինձ հետ կգան։ Ես մայրիկիս եմ հրավիրում։ Մայրիկիս հետ ենք գնալու։ Մայրիկը մեզ մայր։ Դուք եք կարող եք ձեր մայրիկներին երկու սերունդ թող գնա ու վայելի հետաքրքիր ու գեղեցիկ Դերեք, ձեզ շատ շնորհակալություն, ձեզ հաջողություն ենք մաղթում, հաջող ոչ մեր ամսի 29-ի համերգի, որի մասով կասկած անգամ չունենք, որ ֆանտաստիկ է անցնելու, այլ առհասարակ սպասում ենք ձեզանից միշտ նորություններ, նոր ստեղծագործություններ, նոր համերգներ, շրջագայություններ։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Հիմա էլ շատ արագ այսպես դեսքան 30-ից խոսելուց տված երաժշտությունն ա չլսենք։ Լսենք։ Շատ արագ sense լսենք, հետո վերադառնանք, որ Այսօր ձեզ ձեր մոտով է նվագում իդեր։ լիաթոք։ Այսօր ոչ ոք չի Ջաստինն ա նվագում։ նվագի, չէ՞ բայց այսօր Ջաստինն ա նվագի։ Հա, Ջաստինն է։ Ջաստինը ինչ ա նվագում։ Timberlake, Michael Jackson-ն է, բայց չգիտենք հիմա ով կլինի, բայց վաղը կարող եք հետևել Ոնց որ Բրունոն է հիմա։ Արմանյանյանի։ Հաստրես Բրունոն էլ եկա։ Բրունո։ Բրունոն, լավ, Բրունոյին մի քիչ լսենք, հետո վերադառնանք։ Բրունո դու խոսքը փոխանցի։